ավելի մեղադրող քրեական օրենսգրքի 45-46 հոդվածները հանցակցություն եւ հանցակիցներ հասկացությունն է ամրագրել։ Հիմա մի խմբի կազմում եք ներկայացրեք 18 հոգուն մեծագրել եք ահաբեկչություն, մեկը յուրացում քրեական օրենսգրքի անպատասխան հոդվածներով։ Հանցակցությունը դա խմբի կազմում դիտավորել հանցավոր արարք կատարելն է, դուք մեծագրել եք այդ արարքը, որ 18 հոգի դիտավորությամբ խմբի կազմում նախապատրաստել են կատարել ու 43 հոդվածն է դրել։ Իսկ 46-ն ասում է պետք է հանցակիցների յուրաքանչյուր գործողությունները ինչ պետք անեն, դա թե ինչ կազմակերպիչ, կատարող, հրահանգող։ Հիմա դուք կարդում եք այդ փորձաքննությունը։ Անձին է վերաբերում, կոնկրետ մի անձին։ Եթե չեք ուզում դրա մասով ասեք, որ խոսքը վերաբերում է նրա կողմից ըստ նախաքննական մարմնի ապօրինի զենք զինամթերք պահելու կամ ձեռք բերելու այդ հոդվածով ամրագրված պահանջին մեղսագրել եք այդ արարքը։ Հիմա ընդհանրապես ասում եք, որ եղբայր, եթե այդ հոդվածը մենակ իր մասով կա, ոչ 18-ի մասով, ընդհանրապես ասեք, որ այդ 18-ին չի վերաբերվում, վերաբերում է այդ անձին, որ տանը գտել ենք այդ, ասենք հիմա այդ թմրանյութ գտնեիք մեկի տանը, օրինակի համար։ Թե բոլորին այդ նույն այդ բանով թմրանյութի օգտագործում, պահում, չգիտեմ, իրացում այդ հոդված պետք է դնեիք վրան, թե մի անձի։ Եվ նույնիսկ այդ դեպքում կարող եք արում վերցնեք, ստուգեք, օգտագործում են թե չէ, այդ կանխավարկածով։ Հիմա այս նույն պարագան ապօրինի զենք զինամթերք կա, որակվել ձեր կողմից։ Այդ ապօրինի զենք զինամթերքը վերաբերում է 18-ին թե չէ, եւ շատ ճիշտ նկատեցին մեր ընկերները, օպերատիվ տվյալներով չկա որևիցե տեղեկություն, որ այդ զենք զինամթերքի հետ կապված զենքը ցույց եք տվել։ Պետք է օգտագործվել ինչ-որ այդ ենթադրյալ ահաբեկչության կամ իշխանության յուրացման համար։ Եթե չկա այդ ամբողջը, ինչի եք դուք, ասենք, խուսափում, նշեք, որ այդ հոդվածը վերաբերվում է այս անձին կոնկրետ, որտեղ իր տանը գտնվել է այս ապօրինի զենք զինամթերքը։ Ինչի եք խուսափում եք վերջում։ Վերջում եք ճիշտ նկատեցին կոլեգա, վերջում եք չեմ կարալու հարց ու պատասխանով ճշտենք այդ զինամթերքը վերաբերում է մի ուրիշին, թե չէ որը նորից ունի որսորդական զենք, այդ նույն 762-ով կարար կրակեր, օգտագործել այդ զենքը։ Դրա համար, որպեսզի ամբողջական հավասար պայմաններում, մրցակցության պայմաններում իրականացվի դատաքննությունը, ապացույցով նշեք կոնկրետ այդ անձը, որ մեղսագրել եք այդ արարքը, իրան է վերաբերում, թե նաև 17-ին է վերաբերում։